անկեղծ ասած չեմ էլ պատրաստվում ուրախացնեմ նախկին եւ ներկա եւ ապագա կաշառակերներին եւ կոռուպցիոն եւ այլ հանցավոր դրսեւորումներ ունեցող անձանց, որոնք շատ ունենան, որ ես այս աշխատանքում եւ այս պաշտպանում չեմ։ Իրանք ինձ պատրաստ են տեսնել ցանկացած պաշտոնում, բայց ոչ այսպես։ Որևէ անուն ես ոչ մի անուն չեմ նշում, ես կարծում եմ յուրաքանչյուրը գիտի։ Եվ ես կարծում եմ եւ ես վստահ եմ, որ իմ գործունեությունը անկախ նրանից, ով դրանից դժգոհ կլինի, շարունակելու եմ առնվազն նույն հետևողականությամբ եւ ոգևորվածությամբ եւ դա տարածվելու է ոչ միայն դատախազական համակարգի վրա, այսինքն հակակոռուպցիոն եւ օրինակության ամրապնդման գործողությունը ոչ միայն դատախազական համակարգի վրա, այլև իրավապահ մյուս համակարգերի, այդ թվում քննչական մակարդակի եւ պետական այլ հետեւաբար անկախ նրանից ով կողքեվորվի, ով երջանկանա իմ գնալու որևէ տեղ գնալու լուրերով կամ դիտավորյալ նման ապատեգատություն դեպի դա իրենց խնդիրն բացառություն։ Կաշառակեր նկատում եք պաշտոնյաներ։ Կաշառքը պաշտոնական անձնագործություն։ Եթե պետական պաշտոնյաները օրինակ պարոն Գորիկ Հակոբյանը կառավարությունից ժողովրդի ոչ խախտեր անանել եւ դա ոչ մի ձևով հիմա ձեր առաջարկը որ ներկայացնեք դատախազի մեթոդի Առաջ դա օրենքի առաջարկը չէ, դա օրենքի առաջարկը։ Ձևակերպումը դարձավ որ դա հայտնի չի ժողովրդի հա եւ շատ պետական պաշտոնյաներ լրագրողների շատ Ուրեմն վիրավորանք եւ զրպարտությունը անկախ նրանից ով ում է վիրավորվել։ Պաշտոնյան վիրավորվում է քաղաքացի վիրավորվում է պաշտոնյային եւ այլն։ Դրանք քաղաքացիական հարաբերության եւ քաղաքացիական պաշտպանության ենթակա իրավիճակ։ Եվ դրա համար այդ գործերը ապակրականացվեցին։ Եվ քաղաքացիական դաշտը փոխվեց այդ պատվի եւ արժանավորության անձի պաշտպանության իրավունքի բոլոր հնարավորությունները։ Հետևաբար որևէ ով ցանկություն ունի պատիվ ու արժանավորություն պաշտպանել անհատի միջակայքից վիրավորությունից իրավասու դիմել եւ անկախ նրանից այդ դատական պրոցեսը դա միակ այս պայմաններում օրենքից եղանակն է